Ես ուզում եմ հասկանալ, մարդ, որը պատրաստ էր Հայաստանի Հանրապետության ստրատեգիական ռեզերվը, պատրաստ էր որն է հրապարակել է կառավարության նիստին, դա գաղտնիք չէր համարում, ստեղ ինքը գաղտնիք է տեսնում։ Ճաշեփել է իրանց, քնել զարթնելը, սափրվելը ցույց են տալիս, այն ինչ որ ժողովուրդը պիտի իմանա, չեն ուզում ցուցադրեն։ Կարծում եմ հիմնավոր կասկած կա, որ դուք պարզապես վախենում եք, որ երբ որ հրապարակվեն բանակցային փաթեթները, այդ բոյի սուտ չեք կարողանա հորինեք, որպեսզի ձեզ արդարացնեք, բայց մի կասկածեք ինքներդ ձեր վրա, դուք ցանկացած սուտ կարող եք հորինել։ Նույն ճակատագրին են նաև արժանացել 44 օրյայի հետաքննությունը իրականացնող պարլամենտական հանձնաժողովը, որը ինքնին աբսուրդ էր, որովհետև երբ մեղավորները քննում են հանցագործությունը, դա ինքն իրանով աբսուրդ է, բայց ամեն դեպքում դա օրենքի պահանջ է, հրապարակեք, թե ձեզ մենակ շոուն էր հետաքրքրում, որ կարողանաք հայոց բանակի վրա գցեք 44 օրյայի պարտության մեղքը, նախկինների վրա գցեք, հաջորդը ինչ եք անելու։ Ասելու եք Լուսինը առաջին տան մեջ էր կամ այդ ոչի մի ինչ-որ աբսուրդներ ներկայացրեք։ Թե կարող է հանգարց պարզվի, որ 44 օրյայի ընթացքում, եթե մեր սպառազինությունների պլանը չփոխեիք ու հոպեր առնեիք, ԱԹՍ-ներ առնեիք, սելֆի սուերի փոխարեն, ապա արդյունքը այլ կլներ։ Թե կարող է Իսկանդերի կիրառումը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում այլ արդյունքի բերեր։ Չնայած դժվար դուք վերջապես հանդգնություն ունենաք դա հրապարակելու։ Ինչ եմ ես ակնկալում մարդկանցից, ովքեր 44 օրյա պատերազմի զոհերի ամբողջական անվանական ցանկը մինչ օրս չեն հրապարակել, չնայած բոլորը այստեղ նստածներից մեծ մասը քառօրյայի զոհերի թիվը 100 էիք ներկայացնում, չնայած մենք անվանական 75 զոհերը ներկայացրել էինք։ Վերջում խորհուրդ բոլորիդ, ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը։ Ավելի լավ է իմ նշած փաստաթղթերը հրապարակեք, չնայած ձեր պատիժը նենց մեծ է, որ մեղմացնես չմեղմացնես։